Ողջույն, այս ամառային արձակուրդների ես կարդացել եմ Խելացի հեքիաթներ գրքից ոսկուց թանկ 3 խորհուրդ։ Վաղուց մի աղքատ է լինում, այս աղքատը աշխատում է մի դարբնի մոտ։ Այսպես անցնում են 20 տարի։ Աղքատը որոշում է, որ պետք է վերադառնա իր հայրենի գյուղ։ Նա գնում է դարբնին, խնդրում է, որպեսզի իր աշխատավարձը տա։ Դարբինը ասում է. «Խնդրում եմ, մի տարի էլ ինձ ծառայիր»։ Աղքատը ասում է. «Ոչ, ես իմ կնոջը խոստացել եմ ընդամենը 20 տարի»։ Դարբինը տալիս է աշխատավարձը 3 ոսկի, իսկ աղքատը ճանապարհվում է իր հայրենի գյուղ։ Նա գնում է և ճանապարհին տեսնում է 2 տղա, որոնք վազում են։ Իսկ նրանց հետևից գալիս է հազիվ քայլող մի ծերունի։ Աղքատը հարցնում է ծերունուն. «Մի խորհուրդը քանի ոսկի է»։ Ծերունին պատասխանում է. «1 ոսկի»։ Աղքատը մտածում է. Եթե ես 1 ոսկի տամ, ոչինչ չեմ կորցնի։ Նա տալիս է 1 ոսկի, ծերունին ասում է. «Հանկարծ անհանգիստ ջուրը չմտնես»։ Աղքատը տալիս է իր 2-րդ ոսկին։ Ծերունին ասում է. «Եթե տեսնես թռչունները ծլվելում են, կմոտենաս և կտեսնես, թե ինչ է պատահել»։ Աղքատը տալիս է իր 3-րդ ոսկին։ Ծերունին ասում է. «Եթե ինչ-որ բան տեսնես, որը ուզում ես սպանես, հաշվից 20-ը նոր կատարիր»։ Աղքատը լսում է այս 3 խորհուրդները և ճանապարհ է ընկնում։ Գնում, նա շատ հոգնած է լինում, ուզում է նստել գետի ափին, բայց հիշում է ծերունու խորհուրդը. «Հանկարծ անհանգիստ ջուրը չմտնես»։ Նա նստում է գետի ափին և տեսնում է, որ մի ձիավոր արագ գալիս է, ուզում է մտնի գետի մեջ։ Ձիավորը մտածում է, թե կարող է մտնել և չի խեղդվի։ Նա մտնում է և խեղդվում է, իսկ ձին արագ դուրս է գալիս ջրից։ Աղքատը վերցնում է ձին, գնում և տեսնում է թռչուններ։ Թռչունները ծլվելում են։ Նա մոտիկանում է և տեսնում է, որ մի ավազակներ են եղել, գտել են ոսկիներ և չեն կարողացել դրանք իրար մեջ բաժանել և իրար են սպանել, իսկ թռչունները վախեցել են։ Աղքատը վերցնում է այս պարկով ոսկին և ճանապարհ է ընկնում։ Գնում և արդեն տեսնում է իր հայրենի գյուղը։ Նա գնում է պատուհանից տեսնի, թե իր կինը ինչ է անում։ Տեսնում է մի տղամարդ, որը նստած էր մեջքով։ Նա ուզում է սպանել համ կնոջը, համ այդ տղամարդուն, բայց հիշում է ծերունու խորհուրդը և հաշվում է 20-ը, և այդ տղան ասում է. «Մայրիկ, ես գնում եմ իմ հորը ման գամ»։ Երբ հայրը մտնում է տուն, նրանք ապրում էին երջանիկ։ Հայրը 6 ամսական էր թողել իր երեխային և գնացել էր աշխատելու։ Նրանք ապրում են հարուստ և երջանիկ։ Ցտեսություն։